Ողջույն իմ սիրելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, այսօր իմ խոհանոցում իշխան ձուկ եմ եփելու և պատրաստման ընթացքով ձեր հետ կիսվելու եմ։ Շատ համեղ է ստացվում, փորձված տարբերակ է և ահա տեսեք, անակնկալ ունենք, այս իշխանի փորը ամբողջովին ձկնկիթով է լցված, հիմա պետք է, ինչպես ձկնավաճառներն են ասում, կթեմ։ Ուրեմն նաև կենդանի ժամանակ հենց ձկներին, որ ուզում են իկռան վերցնեն, պատրաստեն, այսպես են անում, իրենք գլխից պահում են և մի փոքր մասաժի տեսքով, այսպես սեղմելով, հանում են ամբողջ փորի մեջի այդ իկռան և պատրաստում են ու վաճառում։ Հիմա սա հանած չէր, իսկ այն մյուսը արդեն չկար, հանած էր փորից։ Ինչևէ, մի մեծ ափսե իկռա կար իր փորի մեջը։ Սա ընթացքում կմշակեմ և կտեսնեք։ Հիմա այս ձկները մաքրելու ընթացքն էլ ցույց տամ։ Շատ տեղեր են եղել, երբ առիթ է եղել գնացել ենք ռեստորան, այսպես ասած, բայց ձկան վրա այս կարգի մաքուր չի եղել, ոնց որ ես եմ տանը մաքրում, երևի իրենք մտածում են դե կաշինով է ուտում որ, բայց ես ինքս հենց կաշվի սիրահար եմ, կլինի հավ, կլինի խոզի միս, կլինի ձուկ, սիրում եմ հենց կաշին։ Ուրեմն տեսեք, գոլից տաք ջուր ենք բացում և այդ ջրի տակ ենք մաքրում։ Այնքան լավ է մաքրվում, որ ասելու չի, տեսեք, լորձը ամբողջությամբ դուրս է տալիս այդ թեփուկների վրա ու այս կաթսաները շփելու գուբկայով ես սա միշտ տանը ունեմ հատուկ ձկան համար, չմտածեք, թե ամաններինն եմ վերցրել, դրանով լավ քերելով հանում եմ և կաշվի վրայի լորձը, թեփուկները և մաքրում եմ լողակները չեմ կտրում, եփելուց չեմ հանում։ Սիրելիներս, ձուկը մաքրեցի, կտրատեցի, հիմա ցույց տամ, թե ինչպես եմ եփում։ Մի խորհուրդ, ինչպես տեսնում եք, կաթսայի մեջ չոփիկներ եմ դասավորել, դրանք ամռանը չորացրած նանայի ցողուններն են, սիրելիներս, այնքան համով է ստացվում, շատ ուրիշ արոմատ է տալիս ձկանը և շատ համեղ է ստացվում, հետո էլ ձուկը չի կպնում տապակին կամ կաթսային, մնում են այդ չոփիկների, ցողունների, չորացած ցողունների վրա, դուք ինչ համեմունք ցանկանում եք լցնում եք, դասավորում եք վրան և հետո կարող եք այդ նանային համահունչա թարխունն էլ դասավորել։ Ուրեմն պարտադիր ձուկը եփելուց օգտագործում եմ 1-2 ատամիկ սխտոր, դա բակտերիաները վերացնելու համար է, թեպետ եռալու է, բայց դա անհրաժեշտ է ըստ իս։ Պարտադիր գլուխսոխ եմ ավելացնում, որպեսզի հոտը չեզոքացնի, ձկան հոտը, կապ չունի, որ ձուկ ենք ուտում, պետք է ձկան հոտ գա։ Եթե հնարավոր է ինչ-որ բաղադրիչով այդ ձկան հոտը չգա, հենա թող չգա, թող լինի համեղ։ Ուրեմն դասավորում եմ մի քանի շերտ կիտրոնի շերտեր, մի քանի հատ թարխուն եմ դնում, աղ եմ ավելացնում, համեղ լինելու համար նաև դնում եմ մի 2 կտոր կարագ և 1 թեյ գդալի չափով տոմատի մածուկը բացում եմ ջրով ու այդ լուծույթը լցնում եմ ձկան վրա։ Սիրելիներս, ինձ մոտ երկու ձուկը կշռում էր 2 կիլոգրամ և մի քիչ ավել, այդքանին լցրել եմ 1 բաժակ ջուր, 200 մլ ջուր և 1.5 թեթև ճաշի գդալ աղ։ Այդքանը ձկան մասով, սիրելիներս, հիմա իկռան, ուրեմն տաք ջրի տակ ենք պահում, այնքան լավ է, որ ինքը թաղանթով չի, ավելի հեշտ է մաքրելը։ Տաք ջրի տակ պահելով ինքը և մի տեսակ եփ է ուտում, միկրոբներն են վերանում և մաքրվում է, եթե թաղանթ է լինում, կծկվում է թաղանթը հանում ենք, բայց այստեղ թաղանթ չկար։ Լվանալուց հետո լցնում ենք պարտադիր սրբիչի վրա, որպեսզի ջրային մասը ամբողջությամբ դուրս գա դեպի սրբիչ և մնա միայն ձկնկիթը։ Ձկնկիթին համեմատ թե ինչքան է
ձկնկիթը ավելացնում ենք միայն աղ, խառնում ենք և հետո բուսայուղ, ուրեմն 2 պտղունցից չափով աղ եմ ավելացրել և 1 ճաշի գդալի չափով բուսայուղ, թողնում ենք գոնե 1 ժամ, բուսայուղը ներ է ծծում և ստացվում է ամենահամեղ իկռան, փորձեք սիրելիներս, եթե կպատահի։ Ուրեմն ձուկը եփեցի, շատ անասելի համեղ էր ստացվել, կտորները չեն քանդվել, չեն ձևափոխվել, պարտադիր եփում եմ 35-ից 40 րոպե, միայն թե սիրելիներս մատուցեցի, մոռացա, որ պետք է մատուցելն էլ ձեզ ներկայացնեմ։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ վլոգում։